Հայ-ամերիկյան Զուլա լա կապելլա տրիոն առաջին անգամ համերգ ունեցավ Փարիզում։ Ֆրանսիացի երաժշտասերների հետ հանդիպումը տեղի ունեցավ Սենայի ափին խարիսխ նետած նավի վրա։ Ժողովրդական երաժշտությունը հայկական ավանդական երաժշտության պատկամները կփոխանցենք աշխարհին։ Այդ երաժշտությունը ոգի ունի, այդ երաժշտությունը իմաստուն է։ Շատ ուրախ ենք, որ մեր երգերը լսելու են եկել եւ հայեր եւ ֆրանսիացիներ։ Զուլալ տրիոն սկիզբ է առել 2002-ին Նյու Յորքում, այնուհետև սկսվել են ելույթները Քարնեգի հոլում, Նյու Յորքի Սիմֆոնի Սփեյսում եւ Ֆիլհարմոնիկում, որտեղ հայուհիները երգել են 40,000 օտարազգի հանդիսատեսի համար եւ պատվավոր մրցանակ շահել։ Շատ հբարդ ենք ադով եւ այս տարի առավել Քարնեգի հոլին մանկական ուսումնական բաժնի հետ ընկերակցանք եւ մոտ 7000 օտար երեխա Նյու Յորք քաղաքին մեջ սորվեցան ավանդական հայկական երգեր, մեր հետ թամզարաբարեցին, մեր հետ դոնիար երգեցին։ Արդեն 15 տարի երեք հայուհիները հավաքագրում են Հայաստանի շրջանների եւ գյուղերի ժողովրդական երգերն ու մեղեդիները եւ ներկայացնում են ազգային վառ երանգավորմամբ եւ մաքրությամբ, ինչով եւ պայմանավորված է տրիոյի անվանումը։ Մեր մշակումները եւ մեր բացատրությունները արդեն անանք ըրած ենք, որ ամեն մարդ հասկանա։ Զուլալ տրիոյի փարիզյան համերգն ընդգրկում էր հայկական ժողովրդական աշխուղական երգեր եւ կոմիտասյան գործեր, որոնք ֆրանսերեն մեկնաբանությունից հետո հոգեհարազատ դարձան նաեւ ֆրանսիացի հանդիսատեսին։ Մարիամ Տերգուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Օրակարգ, Փարիզ։